Դասական մեխանիկայի դասընթացի երկրորդ դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Նախ արագ վերհիշենք, թե ինչ արեցինք նախորդ անգամ, այսինքն հիմնական հասկացությունները։ Նախորդ անգամ ծանոթացանք գալերեյան կառուցվածքի հետ, ուրեմն ինչ էր գալերեյան կառուցվածքը։ Այդ քառաչափ ափին տարածություն էր։ Այդ ափին տարածության վրա գործող զուգահեռ տեղողությունների խումբ, որը մենք նշանակեցինք R4, ժամանակ, ինչ էր ժամանակը, ժամանակը այս R4-ից գծային արտապատկերում էր R, ու եթե ունենք երկու կետ մեր ափին տարածության մեջ, ապա սրանց միջև անցած ժամանակը այդ պարզապես T գծային արտապատկերման արժեքն էր B հանած A վեկտորի վրա, ուրեմն հիշենք, որ ափին տարածության մեջ վեկտորների գումարը չենք կարող սահմանել, քանի որ չկա սկզբնակետ, բայց տարբերությունը կարող ենք, այդ A-ից B գնացող վեկտորն է, A-ն եւ B-ն պատկերացնում ենք որպես կետեր, A-ից B գնացող վեկտորը նշանակում ենք B հանած A։ Ուրեմն A եւ B կետերի միջև անցած ժամանակը այս T արտապատկերման արժեքն էր B հանած A վեկտորի վրա։ Ուրեմն ժամանակն էր։ Ու ուրեմն կար 4 կետ, ափին տարածության վրա գործող զուգահեռ տեղափոխությունների խումբ, ժամանակ եւ միաժամանակյա կետերի միջև ընկած հեռավորություն, այսինքն եթե T-ն T հանածան հավասար է 0-ի, այսինքն նույն միաժամանակ է տեղի ունեցել այս դեպքերը, ապա դրանց մեջ սահմանված է հեռավորություն, ընդ որում հեռավորությունը տրված է ներքին արտադրյալի տեսքով, այսինքն կա ինչ-որ ներքին արտադրյալ AS գծային տարածության վրա, R3-ի վրա, B հանածան հավասար է 0-ի, նշանակում է, վեկտորները կազմում են եռաչափ տարածություն, A եւ B-ի միջև ընկած հեռավորությունը տրված է ինչ-որ ներքին արտադրյալի տեսքով, այսինքն B հանած A արտադրյալ ինքնին հետ եւ 1/2 աստիճան։ Ուրեմն շատ արագ չէ, բայց ինչ-որ մի պահի մենք ապացուցեցինք, որ ինչ ափին տարածություն էլ լինի, կարող են գտնել փոխմիարժեք արտապատկերում հետևյալ ափին տարածության հետ, այսինքն մեր ափին տարածությունը արդեն հենց R4 տարածությունն է, որպես կետերի բազմություն, եւ հենց ինքն էլ այդ նույն վեկտորական տարածությունն է։ R4-ի կետերի կոորդինատները մենք նշանակեցինք T x1, x2, x3, այսինքն ամենասկզբում S էր, բայց հետո ասեցինք, որ առաջի կոորդինատը հենց այդ ժամանակն է։ Դրա համար ասեցինք, որ առաջի կոորդինատը կնշանակենք T-ով, որից հետո այս R3-ի վրա ներմուծեցինք ստանդարտ սկալար արտադրյալը, կամ ներքին արտադրյալը, այսինքն եթե վերցնում ենք երկու կետ, x անգամ y, ապա իրենց միջև սկալար արտադրյալը հավասար է պարզապես սովորական x-ի y-ի գումարին, ին հավասար է 1-ից 3։ Ուրեմն ցանկացած գալիլեյան կառուցվածքով օժտված տարածություն իզոմորֆ է այս R4 տարածություն։ Իզոմորֆիզմը կանոնական չի, այսինքն մենք ինչ-որ ընտրություններ ինչ-որ պահարեցինք։ Բոլոր դեպքերում կարող ենք ենթադրել, որ մեր ափին տարածությունը, որտեղ տեղի ունեն բոլոր պրոցեսները, հենց այս R4 տարածությունն է։ Ուրեմն ափին տարածության վրա ներմուծեցինք գալիլեյան կառուցվածքը պահպանող արտապատկերման հասկացությունը, ինչ էր դա, այդ փոխմիարժեք արտապատկերում էր, ափին արտապատկերում էր, A4-ից A4, որը պահպանում էր ժամանակը, այսինքն եթե վերցնում ենք T-ն ու հաշվում ենք GB հանած GA-ի վրա, այդ պետք է հավասար լինի T B հանած A-ի եւ պահպանում էր հեռավորությունը, այսինքն եթե A եւ B-ն կամայական կետեր են, որոնց միջև անցած ժամանակը
0-ի, այսինքն միաժամանակյա դեպքեր են, T բեանացան հավասար է 0-ի, ապա հեռավորությունը իրանց միջև, մենք սենց ρ AB-ն հավասար է ρ GA GB։ Հետևյալ դեպքում ρ-ն տրված է հենց այս սկալեր արտադրելով։ Ուրեմն ստեղ այս բանը իմաստ ունի, ρ GA GB-ն իմաստ ունի, քանի որ առաջի կետի համաձայն, եթե միաժամանակ են տեղի ունեցել դեպքերը, եթե այս հավասար է 0-ի, ապա սա էլ է հավասար 0-ի։ Հետևաբար սա իմաստ ունի, որտեղ ρ-ն իմաստ ունի մենակ այն դեպքում, երբ դեպքերը տեղի ունեցել միաժամանակ։ Ու ցույց տվեցինք նաև հետևյալը, որ կա 3 ամենապարզ ափին ձևափոխությունները, J1-ը այդ պարզապես որն է ֆերտականությունը, J1-ը ինչ էր, J1-ը ինձ թվում է բան շարժումներ, T x գումարած V անգամ T, այսինքն հավասարաչափ ուղղագիծ շարժումը, J2-ը այդ տեղափոխություններ, T գումարած S x գումարած y, և J3-ը այդ պտույտներ կոորդինատական համակարգի սկզբնակետի շուրջ։ Այսինքն օրթոգոնալ ձևափոխություններ T և Jx։ Ուրեմն մեր այս, ասենք, ստանդարտ գալիլեյան տարածության մեջ մենք կարող ենք ներմուծել այս ձևափոխությունները ու ևս մի արդյունք ստացանք, որ ցանկացած գալիլեյան կառուցվածքը պահպանող արտապատկերում, այսինքն գալիլեյան ձևափոխություն հենց սա էր, ափին տարածության ափին ձևափոխություն, որը պահպանում էր ժամանակը եւ միաժամանակյա դեպքերի միջև հեռավորությունը, ուրեմն ցանկացած այս տեսակ ձևափոխություն կարելի է ներկայացնել այս 3-ի համադրույթի տեսքով։ Ուրեմն թեորեմը ասում է հետևյալը, որ ցանկացած գալիլեյան ձևափոխություն կարելի է ներկայացնել J1 համադրույթ J2 համադրույթ J3 տեսքով։ Ընդ որում ասենք մենք վերցրեցինք J1, J2, J3, բայց կարելի է վերցնել ցանկացած ուրիշ հերթականությամբ։ Ինչ հերթականությամբ վերցնեք էլ կլինի։ Այս ֆաստորեն մեր մոտարապես նախորդ դասի բոլոր համառոտ նկարագրություններ։ Արդյոք սրա մասին կա հարցեր ներկայացնել։ Շատ լավ, եթե չկան հարցեր, ուրեմն անցնենք առաջ։ Ուրեմն բացի Գալիլեի երկու սկզբունքներից, որ առաջին դասում ուսումնասիրեցինք, որ բնության օրենքները նույնն են ցանկացած կետում եւ ցանկացած պահին, եթե մենք նայում ենք իներցիալ համակարգեր, ու եթե մի համակարգ մյուսի նկատմամբ շարժվում է ուղղագիծ եւ հավասարաչափ, ապա դա նույնպես իներցիալ համակարգ է։ Մենք ունենք նաեւ երրորդ փորձնական փաստը, որը Նյուտոնի սկզբունքն է, Նյուտոնի որոշվածության սկզբունքն է, որը ասում է հետեւյալը, որ եթե ինչ որ մի պահ ունենք մեխանիկական համակարգ, այսինքն մի համակարգ, որը փակ է, ուրիշ դրսից ազդեցություն չկա, եթե այդ մեխանիկական համակարգի համար ինչ որ մի պահի մենք գիտենք բոլոր կոորդինատները, այսինքն թե որտեղ են գտնվում այդ կետերը, եւ դրանց արագությունները,
ապա միարժեք կարող ենք որոշել շարժումը։ Որում երկու ուղղությամբ։ Այսինքն մեխանիկական համակարգի անցյալը եւ ապագան միարժեք որոշվում են ինչ որ մի պահին կոորդինատներով եւ արագություններով։ Այս Նյուտոնի որոշվածության սկզբունքն էր։ Հիմա փորձենք այս բանը օգտագործելով հասկանանք, թե ինչ ձևով մենք կարող ենք նկարագրել շարժումը։ Այսինքն մենք արդեն քիչ թե շատ ծանոթ ենք, գիտենք, որ երևի թե շարժումը նկարագրելու է ինչ-որ դիֆերենցիալ հավասարման միջոցով։ Բայց որտեղից է գալիս, ասենք, ոնց կարող ենք օգտագործելով այդ սկզբունքը, Գալիլեի հարաբերականության սկզբունքը, Նյուտոնի որոշվածության սկզբունքը եւ Գալիլեյան տարածությունները, այսինքն Գալիլեյան ստրուկտուրա ունեցող քառաչափ տարածության հասկացությունը, ոնց կարող ենք հասկանալ, թե ինչ պետք է տեղի ունենա, ինչ որտեղից գտնենք այդ հավասարումը ու արդյոք ինչ որ սահմանափակումներ կան այդ հավասարման վրա։ Ուրեմն, առաջին դեպքում այն է, որ քանի որ սրանք ցանկացած պահի որոշում են ամբողջ շարժումը, իսկ եթե մենք գիտենք ամբողջ շարժումը կարող ենք գտնել նաև արագացումը, ապա արագացումը վերցնում ենք ցանկացած տեզերո պահ, ցանկացած տեզերոյի համար արագացումը կարող ենք արտահայտել այս մեծությունների միջոցով։ Ընդ որում ոչ մի տեղից դեռ չի հետևում, որ այդ արտահայտող օրենքը կախված չի լինի տեզերոյից։ Այսինքն գրենք ամենաընդհանուր տեսքով, որ x երկու կետով տեզերոն հավասար է f, որը կախված կլինի տեզերոյից, x1 տեզերո xn տեզերո եւ արագությունները x1 կետով տեզերո xn կետով տեզերո։ Բայց տեզերոն ցանկացած էր, այսինքն այս x տեկորը բնականաբար ոչ մի պատճառ չկա, որ ասենք, որ ինքը ողորկ է, բայց մենք ենթադրենք, որ ինքը ողորկ է։ Եթե իհարկե ինչ-որ հատուկ ֆիզիկական էությունից չի հետևում, որ ինքը պետք է ողորկ չլինի, այսինքն ենթադրում ենք, որ ողորկ են բոլոր ամեն ինչ, բոլոր օբյեկտները, որ մենք ունենք, այսինքն x-ը հետագիծը, լավ հետագիծ չասեմ, որտեղ հետագիծը սովորաբար ֆազային տարածության համար է, x-t տեն պատկանում է, ասենք գրենք մի հատ իմիջակայք, որտեղ շարժում պարտադիր չի ամենտեղ որոշված լինի, x-t ֆունկցիան բավարարում է այս դիֆերենցիալ հավասարմանը։ Ուրեմն հետևյալ դիֆերենցիալ հավասարմանը։ Ես պարզապես նույն բանն եմ գրում, պարզապես ասել եմ, որ ցանկացած տեի համար է ու դիֆերենցիալ հավասարում գրելիս պարտադիր չի, որ անհայտ ֆունկցիայի համար նշենք կախվածությունը տեից։ Ուրեմն ստացվում է f t x եւ x կետով։ Ուրեմն սա պետք է տեղի ունենա, որտեղ որ որոշված է մեր Սրանք ավելի ճիշտ է ասել ուղեցիր, որովհետև ինքը կոնֆիգուրացիոն տարածության մեջ է։ Չգիտեմ, արդյոք ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները կհաստատեն, որ այս կոչվում է ուղեցիր, իսկ եթե վերցրեմ x եւ x հետո կոչվում է հետագիծ։ Մի խոսքով օգտագործենք այդ տերմինոլոգիան, եթե գտնում եք, որ ճիշտ չի, ասեք։ Ուրեմն մեզ պետք կլինի դիֆերենցիալ հավասարումներից որոշ գիտելիքներ, քանի որ մեխանիկական համակարգի շարժումը դոնտագրում է դիֆերենցիալ հավասարումով, ուրեմն պետք է հասկանանք ինչ է նշանակում դիֆերենցիալ հավասարում։ Ուրեմն նախ առաջի դիտարկում կոնկրետ այս մեր դեպքում այն է, որ չնայած մեր հավասարումը երկրորդ կարգի է, այսինքն ածանցյալը երկու ածանցյալ կա, ես այդ հավասարումը կարող եմ գրել որպես համակարգ, այսինքն ինքը արդեն իսկ համակարգ է, քանի որ այս x-ը այդ x1 xn է, որը պատկանում է իրականում յուրաքանչյուր կետ ինքը եռաչափ է, լինում է r3n-ի։ Ուրեմն երկրորդ կարգի հավասարում է, բայց ես կարող եմ
այս բանը գրել որպես առաջի կարգի հավասարում։ X կետովը ես կնշանակեմ y-ով, այսինքն եւս մի ֆունկցիա, որը ունի 3 կոորդինատ, ու եթե ես վերցնում եմ y կետով, ապա ստացվում է f կախված t-ից, x-ից եւ y-ից։ Այսինքն ցանկացած երկրորդ կարգի հավասարում միշտ կարելի է գրել որպես առաջին կարգի հավասարում, մեծացնելով տարածությունը, այսինքն ներմուծելով նոր կոորդինատներ, նոր ֆունկցիաներ։ Այսինքն այս հավասարում էր r3-ին տարածության մեջ, 3-ին չափանի տարածության մեջ, սա կլինի հավասարում չի, համակարգ էր 3-ին չափանի տարածության մեջ, սա կլինի համակարգ 6n չափանի տարածության մեջ։ Ուրեմն հիմա ուզում եմ քննարկել այդ մի քիչ այդ դիֆերենցիալ հավասարումների մասին, այսինքն որոշ տարական հատկություններ դիֆերենցիալ հավասարումների։ Ուրեմն դիֆերենցիալ հավասարումներ Բնականաբար ոչ մի բան չեմ կարող ապահովել, քանի որ այդ առանձին դասընթացի մաս է։ Ուրեմն եկեք գրենք մի քիչ ավելի ընդհանուր տեսքով x կետովը հավասար է v, որը կախված է t-ից եւ x-ից։ Այսինքն մեր առաջ կարգի հավասարումը կոնկրետ տեսք ուներ, առաջի հավասարումը գծային էր, բայց մենք գրենք ավելի ընդհանուր տեսքով։ Ուրեմն այստեղ x-ը կլինի սկզբի համար կետ ինչ որ rd տարածությունից, d չափանի Evclidean տարածությունից, իսկ v-ն կլինի ֆունկցիա, ուրեմն v-ն պարտավոր չի ամենուրեք որոշվածնել։ V-ն կարող է որոշվածնել ինչ որ d տիրույթում, ու արժեքները ինքը պետք է ընդունի rd-ում։ Այստեղ ես ենթադրում եմ, որ d-ն ինչ որ տիրույթ է, կախված է t-ից եւ x-ից, այսինքն կլինի d գումարած 1 չափանի, ու տիրույթ ասելով ես նկատի ունեմ բաց կապակցված բազմություն։ Ուրեմն s նույնն է, որ բաց է, այսինքն յուրաքանչյուր կետ ինչ որ մի շրջակայքի հետ է պատկանում իրան, եւ կապակցված է որը նշանակում է ցանկացած երկու կետ կարող է միացնել անընդհատ կորով։ Ուրեմն d-ի մասին մենք ենթադրելու ենք հետեւյալը։ Ես կենթադրեմ, որ ինքը CK դասից է։ Ինչ է նշանակում CK դասից։ Նշանակում է մասնակի ածանցալներ գոյություն ունեն մինչև k-րդ կարգը ու բոլորն անընդհատ են։ Այսինքն մեր վեկտորական դաշտը կլինի գոնե մեկ անգամ անընդհատ ածանցել։ Ինքը պարտավոր չի ամենտեղ որոշված լինել։ Օրինակ գրավիտացիոն դաշտը հենց կենտրոնում որոշված չի։ Բայց այնտեղ որտեղ ինքը որոշված է, ինքը պետք է լինի ողորկ։ Այսինքն գոնե մեկ անգամ անընդհատ ածանցելի, մենք ենթադրենք այնքան ածանցալ, ինչքան որ մեզ պետք կլինի խնդրի մասին ինչ որ բան ասելու համար։ Ուրեմն դիֆերենցիալ հավասարման լուծումը միարժեք ձևով ստանալու համար պետք է նշել սկզբնական պայմանը, այսինքն պետք է ֆիքսել ինչ որ մի հատ t0 x0 կետ, որը պետք է պատկանի d տիրույթին, ու ասել, որ x-ը t0 պահին հավասար է x0-ին։ Այսինքն այս թողնի մեր d տիրույթը, ուրեմն d տիրույթը ապրում է ընդլայնված ֆազային տարածության մեջ։ Ընդլայնված նշանակում է, որ ես հիշում եմ համ ժամանակը, համ կոորդինատը։ Ուրեմն x-երի, եթե ես վերցնեմ միայն x-երի տարածությունը, կլիներ ֆազային տարածություն, եթե վերցնեմ t-ն եւ x-ը, ասում են ընդլայնված ֆազային տարածություն։ Հիմա դիֆերենցիալ հավասարումը լուծելու համար մենք պետք է վերցնենք ցանկացած կետ t0 x0 ու ասել, որ սկզբնական պահին x-ը գտնվել է x0 կետում։ Եթե տրված է, ապա կարող ենք կառուցել լուծումը։ Ուրեմն հիմա ես մի թեորեմ կձևակերպեմ առանց ապացույցի, որը հեշտ չի, ինքը բարդ թեորեմ է։ Անցնում են դիֆերենցիալ հավասարումների դասընթացում
Բայց եթե ինչ-ինչ պատճառներով ծանոթ չեք, ուրեմն այս դասախոսության հետ կլինի նաև մի առանձին ֆայլ, որի անունը կլինի դիֆերենցիալ սովորական դիֆերենցիալ հավասարումներ, որի մեջ այս թեորեմը ապացուցած կլինի։ Այսինքն որտեղ էս մի 10 էջ էս ամբողջը, ու չի ասի, որ շատ հեշտ էջեր են, բայց ամենայն դեպս ինչ որ ապացույց կունենաք ցանկության դեպքում կարող եք ուսումնասիրել։ Ես երկի մի բան մոռացա, ինչ է նշանակում լուծում։ Այս թեորեմը քիչ ներքևիչեցնենք։ Սահմանում ուրեմն կասենք, որ I պիզույքը, որտեղ in բաց միջակայք է, եւ fin C1 դասի ֆունկցիա, ուրեմն կասենք, որ I fin լուծում է 1-2-ի լուծում է, դե եթե ինչ պետք է ունենանք, նախ ցանկացած t պահին t ֆիտեն պետք է լինի d տիրույթում, ցանկացած t պահին, որտեղ որ որոշված է մեր ֆունկցիան, t ֆիտեն պատկանում է d-ին, բացի դրանից ածանցյալը phi t կետում պետք է հավասար լինի v t phi t-ի եւ t0 պահին ինքը պետք է հավասար լինի t0-ի։ Ուրեմն սահմանման առաջ իմաստն է, ուրեմն լուծումները պարտադիր չի, որ որոշված են նույն միջակայքի վրա, իրանք կարող են որոշված լինել տարբեր միջակայքերի վրա։ Եթե ունենք երկու լուծում, ասենք I1 եւ phi1, ուրեմն կասենք, որ I1 phi1-ը I2 phi2-ի շարունակությունն է, ուրեմն եթե ինչ ենք ուզում ենք, որ I1-ը լինի 2-ի շարունակություն, այսինքն I2-ը պետք է երկրորդ լուծումը պետք է որոշված լինի ավելի փոքր միջակայքի վրա, ու ստեղ իհարկե ես մի բան մոռացա ասել, այս in պետք է պարունակի t0 կետը, հակառակ դեպքում ես չեմ կարող ներդրել phi t0, ուրեմն լուծումը այդ զույգի դիֆերենցիալ հավասարումների դիֆերենցիալ հավասարման եւ սկզբնական պայմանը լուծում այդ զույգ է, if զույգ է, որտեղ in բաց միջակայք է, որ պարունակում է t0 կետը, fin ֆունկցիա է այդ բաց միջակայքից rd, որը բավարարում է հետևյալ հատկություններին։ Ցանկացած t-ի համար t ֆիտեն պատկանում է d-ին, ածանցյալը հավաստարված է հենց այս արտահայտությամբ, այսինքն ածանցյալի փոխարեն կարող է հաշվել սա, եւ տեղի ունի սկզբնական պայմանը։ Հիմա եթե ունեմ երկու լուծում, այսինքն երկու բաց միջակայք t0 կետը պատկանող, t0 կետը պարունակող, կասեմ, որ I1-ը I2-ի շարունակությունն է, եթե I2-ը ընկած է I1-ի մեջ եւ ընդհանուր որոշման տիրույթի վրա լուծումները համընկնում են։ Այսինքն ցանկացած t-ի համար I1-ից, չէ, I2-ից phi1 t-ն հավասար է phi2 t-ին։ Եվ երրորդ հասկացությունը այդ մաքսիմալ լուծման հասկացությունն է։ Ուրեմն կասենք, որ if-ին մաքսիմալ լուծում է,
ըստ սահմանման, այդ նշանակում է, որ իրեն հնարավոր չի շարունակել։ If-ին շարունակություն չունի։ Ինձ միաստ հետաքրքրում, արդյոք բոլորը քիչ թե շատ ծանոթ են այս հասկացություններին դիֆերենցիալ հավասարումների։ Ես գիտեմ, որ ֆիզիկայի ֆակուլտետում ոնց որ դիֆերենցիալ հավասարում չեն ասում այլևս, բայց կարող է ուրիշ տեղից եք իմացել կամ ոչ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները։ Հետև ծանոթ ենք, նոր ենք սկսել։ Շատ լավ, ուրեմն հուսով եմ դեռ ամեն ինչ պարզ է, որտեղ ֆեդերալ որ միայն սահմանում է ու բավական բնական հասկացություններ են։ Լուծում, շարունակություն եւ մաքսիմալ լուծում։ Ուրեմն թեորեմը ասում է հետեւյալը. ուրեմն եկեք 3 մասի բաժանենք։ Գոյություն գոյություն ասում է, որ ցանկացած t0 x0-ի համար d-ից գոյություն ունի մաքսիմալ լուծում։ Մենք այդ մաքսիմալ լուծման որոշման տիրույթը in նշանակենք t մինուս t0 x0 եւ t պլյուս t0 x0 ու դե մաքսիմալ լուծումն էլ որոշված է i-ից rd։ Երկրորդը միակություն, ինչի ասում միակությունը, որ եթե ունենք ցանկացած երկու լուծում, եթե i1 եթե i1 i1-ը եւ i2 i2-ը մեկ երկուսի լուծումներ են, ապա իրենք պարտավոր են համընկնել ընդհանուր որոշման տիրույթի համար։ Ընդհանուր որոշման տիրույթի վրա ցանկացած t-ի համար i1 հատում i2-ից i1 t-ն հավասար է i2 t-ի։ Եվ երրորդ կետը ողորկություն, ողորկություն ասում է հետեւյալը, ուրեմն վերցնենք հետեւյալ բազմությունը, ասենք նշանակենք, չգիտեմ, ույով, ու բազմությունը կունենա d գումարած 2 չափողականություն։ Ուրեմն n կետերն են t0 x0 կետերն են, ուրեմն ինքը կլինի r անգամ r անգամ rd։ Ուրեմն ես վերցնում եմ բոլոր հնարավոր սկզբնական պայմանները, հիշեցնեմ, որ սկզբնական պայմանները ապրում էին d տիրույթում։ Իսկ t-ն կվերցնեմ այս t0 x0 սկզբնական պայմանին համապատասխանող մաքսիմալ լուծման որոշման տիրույթում։ Այսինքն
Ֆիքսում եմ կետ, նայում եմ մաքսիմալ լուծումը։ Ֆիքսում եմ կետ, նայում եմ մաքսիմալ լուծումը։ T plus T0 x0 եւ T minus T0 x0։ Այսինքն սահմանեցի ու բազմությունը RT գումարած 2 տարածության մեջ։ Ու այս ու բազմության վրա ես կարող եմ սահմանել phi ֆունկցիա, ու-ից գնում է RD, ու ինչ է անում, ինքը T0 x0 կետին անպատասխանության մեջ է դնում phi, եկեք ստեղ ինդեքսում գրեմ T0 x0 T պահին, սա որպեսզի ասեմ, որ այս phi-ն T0 x0 սկզբնական պայմանին է համապատասխանում։ Ուրեմն ես ֆիքսում եմ սկզբնական պայմանը, նայում եմ համապատասխան լուծումը։ Լավ, եկեք երևի sense մի քիչ հաջող չէր, որտեվ նույն տառը երկու անգամ օգտագործեցի։ Ասենք sense ուրեմն phi t նաև t0 x0 ասել է, որ սա սկզբնական պայմանն է։ Այս phi-ն էլ բնականաբար 1-2-ի լուծումն է։ Ուրեմն, այս բանը հնարավոր ոչ մի բան չեմ ասել, այս բանը նշանակումներ եմ ներմուծել։ Վերցնում ենք ու բազմությունը, որը կազմված է հետևյալ կետերից։ N t t0 x0 կետերն են, որոնց համար t0 x0 ինքը ունի սկզբնական պայմանի իմաստ պատկանում է d-ին, իսկ t-ն փոխվում է այս սրան համապատասխանող մաքսիմալ լուծման որոշման տիրույթում։ Եվ վերցնում եմ phi արտապատկերումը, մի քիչ սիրուն չի այն իմաստով, որ ստեղ phi-ն լուծում էր, կախված էր միայն t-ից, հիմա phi-ն արտապատկերումը կախված է ոչ միայն t-ից, այլև կախված է նաև t0 x0-ից, բայց ստեղ էլ իհարկե կախվածություն կար t0 x0-ից, ուղղակի գրված չէր, ուրեմն նայում եմ այս ֆունկցիան։ Ողորկության մասը թեորեմի ասում է հետևյալը. ուն ստեղ եկեք նորեն դիցուկ, սա է, ապա ուն տիրույթ է, այսինքն ինքը բաց է և կապակցված, և phi-ն, ստեղ ես թեորեմի մեջ չասեցի, բայց ես միշտ ենթադրում եմ, որ Venn CK դասից է, ունի նույն ողորկությունը, ինչ որ վեկտորական այդ V դաշտը։ Venn պատկանում է, phi-ն պատկանում է CK ու-ից RD դասին։ Ուրեմն այս թեորեմ մենք կընդունենք առանց ապացույցի, ինչպես ասացի, ապացույցը դրված կլինի այս դասի ֆայլի հետ նույն տեղում։ Հիմա հարց արդյոք բոլորին պարզ է ձևակերպում թեորեմի։ Ուրեմն դիֆերենցիալ հավասարումը, եթե h մասը ողորկ է, ունի լուծում պարտավոր չի ամեն տեղ որոշված լինել, մենք կարող է որոշված լինել միայն ինչ որ միջակայքի վրա, սկզբնական պահը պարունակող միջակայքի վրա։ Կա մաքսիմալ լուծում, այսինքն այդ լուծումը ոչ առաջ է հնարավոր շարունակել, ոչ հետ է հնարավոր շարունակել։ Կամ միակություն, այսինքն եթե ունենք ցանկացած երկու լուծում, պարտադիր չի լինեն մաքսիմալ, ապա ընդհանուր որոշման տիրույթի վրա իրանք պետք է համընկնեն, եւ ողորկություն, եթե վերցնենք մաքսիմալ լուծումը, այստեղ հիմա տեսա որ չեմ գրել մաքսիմալ, մեկ երկուսի մաքսիմալ լուծում։ Եթե վերցնում ենք մաքսիմալ լուծումը,
ապա ինքը ողորկ ֆունկցիա է տվյալներից, այսինքն t-ից եւ սկզբնական կետից։ Եթե այս վեկտորական դաշտը կախված լիներ նաեւ ինչ-որ ալֆա պարամետրից, ապա ինքը ողորկ ֆունկցիա կլիներ նաեւ ալֆա պարամետրից։ Որովհետեւ մեծ ավելի ուշ, եթե պետք լինի, մենք կվերիշենք, այս բանը մեզ էսկան հայիք է։ Ուրեմն վերադառնանք մեր արդյոք կան հարցեր դիֆերենցիալ հավասարներից։ Շատ լավ, ուրեմն վերադառնանք այս մեր բանին, Նյուտոնի հավասարմանը, այստեղ ոնց որ ես չասեցի, որ այն ինչ որ գրված է այստեղ կոչվում է Նյուտոնի հավասարում։ Ուրեմն սա հետևանք է Նյուտոնի որոշվածության սկզբունքից, որ ցանկացած պահին, եթե որպեսզի որոշենք ամբողջ շարժումը, բավական է իմանալ ինչ որ մի պահին բոլոր կոորդինատները եւ բոլոր արագությունները։ Հիմա հետ գանք ես մեր սկզբունքներին։ Ուրեմն Գալիլեի հարաբերականության սկզբունքը ասում էր, որ եթե նոր կոորդինատներ մուծենք, եթե ունենք իներցիալ համակարգ ու ինչ-որ մի ուրիշ համակարգ դրա նկատմամբ շարժվում է ուղղագիծ եւ հավասարաչափ, ապա հավասարում պետք է լինի նույնը այդ նոր համակարգում։ Հիմա այդ նույն բանը մենք կարող ենք վերաձևակերպենք Գալիլեյան ձևափոխությունների լեզվով։ Դրա համար սահմանենք ներմուծենք հետևյալ հասկացությունը սահմանում։ Վերցնում ենք ցանկացած լուծում Նյուտոնի հավասարման, ընտրենք xt t-ին պատկանում է i, Նյուտոնի հավասարման լուծում, հա, այստեղ Նյուտոնի հավասարում եմ ասում առանց սկզբնական պայմանի։ Ինչ է նշանակում։ Նշանակում է, որ ամեն ինչ նույնն է սահմանում, բայց պարզապես սկզբնական պայմանը չեմ նշում, այսինքն դրա մասին չենք խոսում։ Պարզապես ինչ որ ֆունկցիա է, որը բավարարում է Նյուտոնի հավասարմանը։ Այդ դեպքում եթե վերցնում եմ դրա i-երորդ կոորդինատը, ես ստանում եմ կոր R4 տարածության մեջ։ Ճիշտ է, tx-ն պատկանում է R4-ին։ Ուրեմն ես ունի անուն, սա կոչվում է, չգիտեմ ճիշտ ասում են թե չէ, բայց մենք կասենք, որպեսզի Արնոլդի գրքի տերմիններին հետևենք, աշխարհային կոր։ Արդյոք նման բան ասում եք ինչ որ դասընթացում ֆիզիկայի, չգիտեմ։ Որը դեպքում ես ֆազային կոր չի, քանի որ ֆազային կորը սա է։ Ինտեգրալ կոր չի, քանի որ ինտեգրալ կորը պետք է վերցնեմ t-ն եւ բոլոր կոորդինատները, այստեղ ես վերցրել եմ t-ն եւ միայն մի կետի կոորդինատը։ Այսինքն ես ապրում է, ես չի ապրում ֆազային տարածության մեջ, ես ապրում է ընդամենը այս մեր Գալիլեյան տարածության մեջ։ Հիմա ես մտնում եմ, որ Գալիլեի սկզբունքը ասում է հետևյալը, ուրեմն Գալիլեի հարաբերականության սկզբունք։ Եթե ձևափոխեմ այս մեր մաթեմատիկական լեզվով փորձեմ ասել, ապա Գալիլեի հարաբերության սկզբունքը ասում է հետևյալը, որ եթե tx-ն Նյուտոնի հավասարման լուծում է, եկեք Նյուտոնի հավասարման բարձրագրեմ nh լուծում է, ապա ինչ եմ անում, ես վերցնում եմ ապա ցանկացած J, այսինքն գնում է R4-ից R4 Գալիլեյան ձևափոխության համար,
Ես վերցնում եմ ժեն, կիրառում եմ P x-ի P-ի վրա։ Որտեղ P-ն պատկանում է այս մեր լուծման որոշման տիրույթին։ Այսինքն ես վերցրեցի Նյուտոնի հավասարման լուծում, այս կար T x1 T x2 T xn T, եւ յուրաքանչյուր զույգի վրա T x-ի զույգի վրա կիրառեցի մեր գալիլեյան ձևափոխությունը։ Ուրեմն ցանկացած գալիլեյան ձևափոխության համար սրանք Նյուտոնի հավասարման աշխարհային կորեր են։ Այսինքն նույնպես բավարարում են Նյուտոնի հավասարմանը։ Ուրիշ կերպ ասած վերցրել եմ այս մեջ, ասենք եկեք միաչափ դեպք նայենք։ Վերցրել եմ ցանկացած կոր T phi T, որը Նյուտոնի հավասարման լուծում է։ Այս կորին կիրառել եմ ձևափոխություն, գալիլեյան ձևափոխություն։ Այսինքն ինչ կարող եմ անել։ Ես կարող եմ այս կորը զուգահեռ շարժել, այսինքն գալիլեյան ձևափոխություններից մեկը այն էր, որ ես կորը զուգահեռ շարժում եմ, ընդ որում կարող եմ շարժել համ T-ի, համ X-ի ուղղությամբ։ Եկեք մի քիչ ավելի լավ շարժեմ, որ երևա որ շարժեցինք։ Այս նույն կորն եմ վերցնում ու շարժում եմ։ Ուրիշ ինչ կարելի էր անել, կարելի էր ոչ թե ֆիքս վեկտորով տեղափոխել, այլ կարելի էր տեն ֆիքսել x-երի ուղղությամբ միայն շարժել։ Այս տեներ, սա x-ներ։ Ես կարող եմ վերցնել հավասարաչափ շարժում, բայց միայն x-երի ուղղությամբ։ Էլ ինչ կարող էի անել, կարող էի x-երի տարածության մեջ անել օրտոգոնալ ձևափոխություն, իմ այստեղ միաչափ է օրտոգոնալ ձևափոխությունը մենակ սիմետրիան է։ Միաչափ տարածության մեջ կա միայն մի օրտոգոնալ ձևափոխություն, այդ սիմետրիան է։ Մի հատ հարց կար։ Այո։ Մենք չենք պայմանավորվել, որ այդ օրտոգոնալ ձևափոխության դետերմինանտը 1 պետք է լինի։ Իմ կարծիքով նման բան չենք պայմանավորվել։ Այսինքն ոնց որ չենք կարող շրջանքի իրան։ Մենակ պտույտ կարող լինի։ Մի վարքյան հետ մտածեմ, եթե մենք շրջում ենք, մի խորգրեց, ամեն ինչը բերում են այդ Նյուտոնի հավասարման f ֆունկցիայի վրա ինչ որ սահմանափակումների, այդ բերում է ինչին, այդ բերում է նրան, որ ֆունկցիան պետք է լինի սիմետրիկ 0-ի նկատմամբ։ Արդյոք այդ արդարացված է։ Շատ լավ, եկեք երկու դեպքեր բան անենք։ Հիմա իմ կարծիքով կարող ենք, որտեղ ոչի բանի չի հակասում, այդ ընդամենը առաջացնում է եւս մի պայման այդ ֆունկցիայի վրա, այդ f ֆունկցիայի վրա։ Չգիտեմ, իմ կարծիքով դրա կարիքը չունենք։ Համեն դեպս անցյալ անգամ նման բան չենք ասել, ես կստուգ եմ մի հատ, բայց իմ կարծիքով դրա կարիքը չունենք։ Ասել, որ բանը մեկ է, այսինքն չի փոխվում։ Կողմնորոշումը տարածության չի փոխվում, այսինքն դետերմինանտ պետք է լինի 1։ Շատ լավ, եկեք այս պահին այդ դեպքում պայման չդնենք ուրիշ, թող լինի ցանկացած դետերմինանտով, եթե պարզվեց, որ ֆիզիկայի տեսակետից արդարացված չի, ապա այդ լրացուցիչ պայմանը կներմուծենք, բայց իմ կարծիքով խնդիր չկա։ Այսինքն մի քիչ ավելի ուշ կտեսնենք այսօր, թե այդ ինչին է բերում մեր այս f ֆունկցիայի համար։
ինչ սահմանափակումների է բերում։ Ու տեսնենք, թե որտեղ է այդ կոնկրետ առաջանում այդ նույն սահմանափակումը։ Ուրեմն եկեք հիմա ինչ ենք անելու։ Մենք գիտենք, որ ցանկացած գալերեան ձևափոխություն կարելի է ներկայացնել այն 3 ձևափոխությունների համադրույթի տեսքով։ Եկեք դրանք վերցնենք մեկ-մեկ, տեսնենք, թե ինչ սահմանափակումներ են դրանք առաջացնում մեր այս f ֆունկցիայի վրա։ Ուրեմն հիշեցնեմ, որ նայում ենք x երկու կետը հավասար է f p x կետով հավասարումը։ Ուզում ենք հասկանանք հետևյալը, եթե մենք կիրառում ենք այս հավասարման աշխարհային կորերի վրա գալերեան ձևափոխությունը, պահանջում ենք, որ ստացված կորերը նույնպես լինեն այս հավասարման լուծումներ, ինչ է այդ առաջացնում։ Ուրեմն սկսենք ամենապարզից, վերցնում ենք GTX-ը, պարզապես փոխում ենք ժամանակը, t գումարած s x։ Ուրեմն ինչ է տեղի ունենում աշխարհային կորերի հետ, t φ-ն, ուրեմն φ-ն այս պահին բոլորն են, φ1 φn-ն են, ինքը գնում է, ուրեմն j ձևափոխությունը երկրորդ կոորդինատի հետ, այսինքն այս n 3 են կոորդինատների հետ բան չի անում, փոխում է միայն ժամանակը։ Այս կորը գնում է t գումարած s φ-t կորին։ Այսինքն սրա այս եթե վերցնեմ այս սրա պրոյեկցիաները այդ մեր քառաչափ տարածության մեջ, ես ստանում եմ հետևյալ հավասարումները x-ին հավասար է φ-ի, բայց ես պետք է հաշվեմ, որպեսզի գտնեմ, այս s-ը ֆիքսած է, ուրեմն սա ինչ որ մի հատ ֆիքսած թիվ է, t-ն է փոխում, պետք է այս φ-ին հաշվեմ ոչ թե առաջի կոորդինատի վրա, այլ առաջի կոորդինատից պետք է հանեմ s, որ ստանամ t, նոր հաշվեմ, այսինքն կլինի φ-ի t հանած s։ Ուրեմն, եթե ես կիրառում եմ այս ձևափոխությունը, իմ t φ-t աշխարհային կորը, այսինքն t φ-ի աշխարհային կորը գնում է սրա վրա։ Ու գալերեի հարաբերական սկզբունքի համաձայն, այս ստացված n-յակը նույնպես պետք է լինի Նյուտոնի հավասարման լուծում։ Եկեք գրենք, որ ինքը Նյուտոնի հավասարման լուծում է։ Ուրեմն պետք է լինի φ-ի, կամ մի անգամից φ գրեմ, որտեղ φ-ի դեր չի խաղալու։ Φ երկու կետով t հանած s-ը, ինքը պետք է լինի հենց այդ նույն հավասարման լուծում, այսինքն ինքը պետք է վարի φ-t, φ կետով t հանած s, չէ, φ կետով չի, առանց կետի, φ t հանած s եւ φ կետով t հանած s։ Բայց մյուս կողմից ես ունեմ, որ s ֆունկցիան է Նյուտոնի հավասարման լուծում։ Այսինքն այս նույն հավասարումից կարող եմ գրել, որ սա հավասար է φ t հանած s, φ t հանած s եւ φ կետով t հանած s։ Այսինքն այս առաջի հավասարումը ստացվում է նրանից, որ սա պետք է լինի նույն Նյուտոնի հավասարման լուծում, որտեղ t էլ ոչ թե t հանած s, սա ստացվում է նրանից, որ մեր սկզբնական ֆունկցիան է Նյուտոնի հավասարման լուծում, բայց ես վերցրել եմ սկզբնական ֆունկցիան ոչ թե t պահին, այլ t հանած s պահին։ Այսինքն ստացվում է, որ սա պետք է տեղի ունենա, ընդ որում սա պետք է տեղի ունենա ցանկացած լուծման համար, ցանկացած ինտեգրալ կորի համար, սա պետք է տեղի ունենա։ Հիմա ես կվերցնեմ ցանկացած տարածության մեջ կվերցնեմ ցանկացած կետ, մեր 6n չափանի տարածության մեջ, ես կվերցնեմ ցանկացած x v կետ, որտեղ x-ը պատկանում է r 3n-ին եւ b-ն էլ պատկանում է r 3n-ին։ Ու ես կնայեմ հավասարման լուծում, այսինքն այս φ-ին,
S-ը ցանկացած էր, կվերցնեմ հետևյալ սկզբնական պայմանները։ Ֆին 0 կետում հավասար է x-ի և ֆի կետովը 0 կետում հավասար է v-ի։ Ու գնայինք համապատասխան լուծումը։ Այսինքն սկզբում ես ասացի, որ ցանկացածի համար ճիշտ է EKS հավասարմանը, հիմա S հավասարման մեջ վերցնում եմ ֆին, որը բավարարում է այս սկզբնական պայմաններին։ 0 կետում x է և հացանցալը 0 կետում v է։ Սա էլ ճիշտ էր ցանկացած t-ի և s-ի համար, ես կվերցնեմ այս հավասարման մեջ t-ն հավասար է s-ի։ Ենթադրում եմ, որ լուծումները ամենուրեք որոշված են, որպեսզի հարցեր չառաջանա։ Ստեղից ինչ եմ ստանում։ Ստեղից ստանում եմ, որ f-ը s x v կետում հավասար է f-ին 0 x v կետում։ Ընդ որում սա ճիշտ է ցանկացած s-ի և ցանկացած x v-ի համար։ Ուրեմն եզրակացությունը հետևյալն է. f-ը կախված չի t-ից։ Նյուտոնի որոշվածության սկզբունքը գումարած Գալիլեի հարաբերականության սկզբունքը կիրառած այս տեսակ Գալիլեյան ձևափոխության վրա հնարավորություն է տալիս եզրակացնել, որ Նյուտոնի հավասարման մեջ f-ը պետք է լինի t-ից անկախ։ Արդյոք ես բոլորի համար պարզ էր այս պահը, որտեվ այս նույն բանն ենք անելու, բայց մի քանի անգամ։ Այսինքն, եթե այս պարզ չի, պետք է նորից վերադառնանք սրան, եթե պարզ է, անցնենք առաջ։ Շատ լավ, ուզում եմ պարզ է։ Ուրեմն երկրորդը արեցինք տեղափոխություն ժամանակի, անենք տեղափոխություն ըստ տարածության։ Այսինքն վերցնում ենք հետևյալ Գալիլեյան ձևափոխությունը, G dx-ը հավասար է, չենք փոխում ժամանակը, տեղափոխում ենք x-ը։ Այդ դեպքում մեր ինտեգրալ կորը, ինչ է տեղի ունենում մեր ինտեգրալ կորի հետ, ուրեմն t phi t ինտեգրալ կորը գնում է t phi t գումարած y ինտեգրալ կորի վրա։ Իսկ ես ինչ է նշանակում։ Այս նշանակում է, որ երկրորդ կոորդինատը x-ը հավասար է phi t գումարած y-ի։ Կորը տրվում է այս հավասարմամբ։ Հիմա ուրեմն պրոյեկտում ենք հերթով բոլոր կոորդինատների վրա, ստանում ենք աշխարհային կորերը, այսինքն ստանում ենք, որ x-ին հավասար է phi t գումարած y-ի, y-ը հիշեցնեմ, այդ վեկտոր էր r 3-ին տարածության մեջ։ Y-ը 3-ին տարածության մեջ չէր, ամբողջ բանը այդ է, որ ինքը 3-ի մեջ էր, ուստեղ y-ի չկա։ Ստեղ իրականում մի քիչ լավ չգրեցի, ստեղ պետք է յուրաքանչյուրի վրա կիրառել, որտեղ ստեղ պետք է յուրաքանչյուրի վրա կիրառել սա։ Միատոնից մենք կիրառում ենք Գալիլեյան ձևափոխություն։ Գալիլեյան ձևափոխություն գործում է Գալիլեյան տարածության մեջ, այսինքն R4-ում։ Այսինքն այս կիրառվում է ոչ թե ինտեգրալ կորի վրա, կարող ես տեղել այս բան գրել։ Դեստեղ հələ ոչինչ, քանի որ միայն ժամանակն է փոխվել, բայց էլի մի քիչ լավ չի գրած։ Ստեղ ավելի ճիշտ կներ գրեի i։ Քանի որ Գալիլեյան ձևափոխությունը կիրառվում է R4 տարածության մեջ։ Այսինքն ստեղ պետք է լինի 4 կոորդինատ։ Ուրեմն ստանում ենք, որ նոր կորը ունի այս տեսքը
x-ին հավասար է φ-ի t գումարած y, ու սա պետք է բավարարի էլի Նյուտոնի հավասարմանը, ինչ է ստացվում, ստացվում է φ-ի 2 կետով t-պային հավասար է f, արդեն գիտենք, որ t-ից կախվածություն չկա, ստանում ենք φ-ի t, լավ եկեք մանրամասը գրենք, ոչ թե φ-ի t, այլ φ1 t φ1 t գումարած y եւ այլն φn t գումարած y, արագությունները չեն փոխվում, քանի որ y-ը հաստատուն է, φ1 կետով t եւ այլն φn կետով t։ Հիմա վերցնում ենք t-ն հավասար է 0-ի ու անում ենք, ասում ենք նույն բանը, ինչ որ նախորդ անգամ, այս φ1-ը 0 կետում, φ2-ը, φn-ը 0 կետում եւ հատանցալները 0 կետում կարող են լինել ցանկացած։ Ուրեմն նույն ձևով ինչ որ նախորդ անգամ կարող ենք եզրակացնել, որ ցանկացած x v-ի համար r 6-ից ունենք հետևյալը, սա էլ պետք է հավասար լինի, ուրեմն սա էլ պետք է մյուս կողմից, քանի որ ինքը լուծում է, սա էլ պետք է հավասար լինի f φt եւ φ կետով t-ին։ Այսինքն, ստանում ենք, որ ցանկացած x v-ի համար եւ ցանկացած y-ի համար r3-ից f x1 գումարած y xn գումարած y v1 vn-ը հավասար է f x v-ի։ Ուրեմն, ստեղ այս y-ը պետք է լինի նույնը բոլորի համար։ Եկեք ես տեսակ մի բան անեմ, ներմուծենք φ ֆունկցիան, որը կախված է, ասենք x2, կամ եկեք ուրիշ տարգրեմ, որպեսզի բան չլինի։ Ին կախված է, ասենք z1 zn-1-ից, ու ինքը սաման հավասար է f-ի հաշված 0 z1 zn-1 կետում։ Այդ դեպքում ես f x1 xn, եկեք վեն չգրեմ, որտեղ ինքը դեր չի խաղալու, ես կարող եմ իրան գրել հետևյալ ձևով, քանի որ սա տեղի ունի, ցանկացած y-ի համար, ես տեսնում y-ը հավասար է մինուս x1, ստացվում է f, x1-ից հանած x1 ստացվում է 0, իստեղ ստացվում է x2 հանած x1, եւ այլն, xn հանած x1 ու էլի մնացած v-երը։ Այսինքն ես տեսնում եմ, որ այս ֆունկցիան իրականում կախված է միայն կոորդինատների տարբերությունից։ Եթե մի քիչ ավելի ընդհանուր տեսքով գրեմ, ես կարող եմ ասել, այսինքն եթե կա սա, ապա ֆունկցիան կախված է միայն կոորդինատների տարբերությունից, մյուս կողմից, եթե վերցնեմ ցանկացած ֆունկցիա, որը կախված է մի քիչ ավելի շատ փոփոխականներից, բայց կախված է միայն տարբերություններից x-ի հանած xg, որտեղ մեկը փոքր կանոնասեր է i-ից, փոքր է g-ից եւ փոքր է n-ից։ Այսինքն վերցնում եմ ֆունկցիա, որը կախված է միայն այս տարբերություններից եւ v1 vn-ից, ապա այս ֆունկցիան ակնհայտորեն կբավարարի այս հատկությանը, որտեղ եթե միաժամանակ կիրառում ավելացնում նույն վեկտորը բոլոր կոորդինատներին, ստեղ ինքը դառնում է 0։ Այսինքն ես կարող եմ ենթադրել, որ մեր այս f ֆունկցիան, այս երկրորդ եզրակացությունն է, որ այս f ֆունկցիան f-ը կախված է միայն x-ի հանած xg-ից, ին փոքր g-ից եւ բնականաբար v-ից։
Արդյոք բոլորը համաձայն են սրա հետ։ Որ ես կարող եմ f-ը կախված է միայն տարբերություններից, հետաբար ես այդ f-ը կարող եմ գրել հենց միայն այս տեսքով։ Phi, որը կախված է x-ի հանած xg-ից։ Շատ լավ, անցնենք առաջ, ուրեմն երրորդ ձևափոխությունը, ուրեմն նայեցինք տեղափոխություն, հիմա նայենք հավասարաչափ ուղղագիծ շարժում։ Նայում եմ հետևյալ գալերյան ձևափոխությունը, GTX-ը հավասար է, ուրեմն չեմ փոխում ժամանակը, x-ին ավելացնում եմ, ասենք t անգամ w, որտեղ w-ն ֆիքսած վեկտոր է։ Ինչը տեղի ունի հետագծի հետ։ Հետագծի հետ տեղի ունի նույն բանը, ինչ որ նախորդ անգամ, բայց արդեն x-ին կլինի phi t գումարած ոչ թե հաստատուն վեկտոր, այլ գումարած t անգամ w, որտեղ w-ն ֆիքսած է։ Ուրեմն ինչ տեղի կունենա f-ի հետ։ F-ի հետ տեղի կունենա հետևյալը։ Ուրեմն ես երբ ածանցում եմ երկու անգամ, էլի բան չի փոխվում, լինում է phi-ին երկու կետով t-ից հավասար է։ Ուրեմն ես արդեն գիտեմ, որ ես այս f-ը կարող եմ գրել միայն տարբերությունների տեսքով x-ի հանած xg, x-ի հանած xg, որ գրում եմ, այս անդամը կրճատվում է, քանի որ նույնն է ինքը բոլորի համար։ Այսինքն ստացվում է phi t հանած phi t ին փոքր j-ից, իսկ ինչ է լինում արագությունների հետ, արագությունների տեղի ունենում է n, ինչ որ տեղի ունեցավ նախորդ անգամ կոորդինատների հետ։ Այսինքն ստացվեց phi1 կետով t գումարած w, phi1 կետով t, phi-n կետով t գումարած w։ Բայց մյուս կողմից ես պետք է մյուս կողմից ես կարող եմ մյուս կողմից phi-ին լուծում էր, հետեւաբար այս հավասար է նաև phi t հանած phi t էլի ին փոքր j-ից եւ phi1 կետով t phi-n կետով t։ Անում եմ ուղիղ նույն բանը, ես կարող եմ վերցնել ցանկացած կետեր տարածության մեջ ու ցանկացած արագություններ։ Այսինքն ստեղից էլի լրիվ նույն փաստարկով կարող եմ ասել, որ phi x-ի հանած x-ին ին փոքր j-ից եւ v1 գումարած w vn գումարած w-ն պետք է հավասար լինի էլի phi x-ի հանած x-ի եւ v1 vn։ Եզրակացությունը այն է, որ էլի անում եմ լրիվ նույն փաստարկը ինչ որ այս անգամ, ստեղ ու գալիս եմ հետևյալ եզրակացության, որ այս f-ը Նյուտոնի հավասարման f-ը կախված է միայն v-ի հանած vj-ից։ Ուրեմն այս բանին օգտագործել ենք մեր այդ 3 ձևափոխություններից երկուսը, տեղափոխությունը ժամանակից տարածության եւ հավասարաչափ ուղղագիծ շարժում։ Վերցնենք վերջինը։ Վերջինը։ Վերցնեմ պտույտ x-երի տարածության մեջ։ Ստեղ գալիս ենք այն հարցին, թե ինչ տեսակ բան կարող ենք վերցնել։ Ուրեմն այս t jx-ն է։ Ուրեմն կամ պետք է վերցնենք j-ն օրթոգոնալ խմբից եռաչափ տարածության մեջ, կամ j-ն պետք է լինի SO3-ից։ Այս S-ը նշանակում է, որ դետերմինանտ պետք է, եթե օրթոգոնալ է, դետերմինանտ պետք է լինի հավասար 1-ի, չէ,
դետերմինանտ պետք է հավասարել դետերմինանտը պետք է լինի 1 կամ -1, այսինքն սկալար արտադրյալ պետք է պահպանվի, իսկ եթե SO3-ը պետք է լրացուցիչ դետերմինանտը հավասար լինի 1-ի։ Հիմա իմ կարծիքով սրա կարիք չկա, բայց ամենայն դեպս կստուգեմ։ Իմ կարծիքով սրա կարիք չկա, այսինքն մենք կարող ենք վերցնել ցանկացած բան։ Ամենայն դեպս Արնոլդի գրքում պես է արվում, բայց մի հատ ուրիշ տեղ կնայեմ, եթե արդյոք որոշ տեղեր դրվում է այդ ինչ է նշանակում դետերմինանտը 1, այդ նշանակում է տարածության կողմնորոշումը չի փոխվում։ Իմ կարծիքով դրա կարիք չկա, բայց թողնենք այս բանին հարցական, կարող է կա։ Հիմա նայենք այս ինչ սահմանափակումներ է տալիս։ Ուրեմն ինչ է տեղի ունենում աշխարհային կորերի հետ։ Ուրեմն տեֆին, տեֆիտեն արտապատկերում ենք T Y, որ շեշտենք, որ կոորդինատների մասին է խոսքը։ Ուրեմն սա էլ պետք է լինի Նյուտոնի հավասարման լուծում։ Եկեք մի հատ այդ Նյուտոնի հավասարումները նորից գրենք։ Ուրեմն ստեղ կար x կոորդինատներով գրենք x i երկու կետովը հավասար էր, ասացինք, որ ստեղ գրում ենք phi i ու արդեն որը կախված է միայն տարբերություններից։ Լավ, այստեղ տարբերությունը կարևոր չի, եկեք հենց գրենք f-ի։ Այս սրա համար նույնիսկ ավելի հեշտ է հասկանալ, եթե գրում ենք f-ի, որը կախված է x-երից եւ v-երից, բայց իրականում ինքը կախված է միայն տարբերություններից։ Հիմա տեղադրում ենք ստեղ ստացվածը, ստացվում է J phi i կախված t-ից, երկրորդ տացանցալը, պետք է հավասար լինի f J phi 1 J phi n եւ J phi 1 կետով J phi n կետով։ Բայց մյուս կողմից այս f այսա բավարարում էր այս հավասարմանը, հետեւաբար այն ինչ որ գրած է պետք է հավասար լինի J-ն կիրառած f phi 1 phi n phi 1 կետով phi n կետով։ Գալիս ենք ելի այդ նույն բանին, որ այս երկուսը պետք է իրար հավասար լինեն։ Այսինքն, եթե ես բոլոր կոորդինատներին եւ արագություններին կիրառում եմ J օրթոգոնալ ձևափոխությունը, այդ J-ն ես կարող եմ հանել f-ից դուրս։ Այսինքն, եզրակացությունը հետեւյալն է. ցանկացած, ուրեմն այս բանը գրում եմ O3-ի համար, կարող է պետք է գրել SO3-ի համար, ցանկացած J-ի համար, որը եռաչափ տարածության օրթոգոնալ ձևափոխություն է, եւ ցանկացած XV-ի համար R երկուսն R3-ից են, ունենք հետեւյալը. F Jx1 Jxn Jv1 Jvn-ը պետք է հավասար լինի J-ն կիրառած այս ամեն ինչի վրա x1 xn v1 vn։ Դե ուրիշ գալերեան ձևափոխություն չկա, ցանկացած ուրիշը տրվում է սրանց համադրույթի տեսքով, հետեւաբար եթե յուրաքանչյուրը պահպանում է, այսինքն նոր ինֆորմացիա չեն կարող ստանալ ուրիշ գալերեան ձևափոխություններ կիրառելով։ Արդյոք հարցեր կան։ Շատ լավ, եթե հարց չկա, ուրեմն Արնոլդի գրքի հետ համապատասխան բաժնում կան մի շարք խնդիրներ, այսինքն այդ խնդիրներից 4-ն է պետք անել, առաջի 4-ը։ Եկեք դրանց մենք երևի 15 րոպե ունենք, դրանցից մի երկուսը անենք։
Ուրեմն խնդիր 1. Որն է խնդիրը, մեխանիկական համակարգը բաղկացած է մեկ կետից, պետք է ցույց տալ, որ արագացումը հավասար է 0-ի։ Ուրեմն լուծում, երկի համար է բան չկա անելու, ուրեմն ինչ ունենք, որ x երկու կետովը հավասար է, հիմա մեր առաջի եզրակացությունն է, որ ինքը կախված է միայն տարբերությունից, բայց այստեղ տարբերություն վերցնելու բան չկա, եկեք այս պահին գրենք x և v, որտեղ v-ն x կետովն է, եկեք հենց x կետով գրենք, x կետով գրենք, բայց այս phi-ի համար, պարզապես կրկնելով այն ինչ որ ասեցինք, դեից կախվածություն չկա, հիմա հարցը այս երկրորդ և երրորդ կետերի մասին է, ոնց է կախված x-ից, ոնց է կախված v-ից։ Այս նույն բանը ասելով, մենք ստանում ենք, որ x, phi x v-ն հավասար է phi x գումարած y, v գումարած w, ընդ որում այս ճիշտ է ցանկացած x v-ի համար, այս դեպքում արդեն կլինի աստորեն r6, և ցանկացած y-ի և w-ի համար r3-ից։ Այսինքն այս phi-ն պետք է լինի հաստատուն։ Ստեղից եզրակացնում ենք, որ phi-ն հավասար է հաստատունի։ Ֆունկցիա է, որը արգումենտը փոխելիս չի փոխվում, այսինքն ինքը հաստատուն է։ Հիմա մնաց հասկանանք, թե այս հաստատունը ինչի է հավասար։ Սարմանել օգտագործում ենք վերջի կետը։ Վերջի կետը ասում է, որ եթե անենք այս տեսակ ձևափոխություն, ապա ժեն կարող ենք դուրս անել։ Ուրեմն վերջի կետը ասում է հետևյալը, որ ցանկացած ժ-ի համար O3-ից phi-ն ասված x-v կետում պետք է հավասար լինի ժեն կիրառած phi-ի վրա։ Բայց phi-ն ոչ մի բանից կախված չէր, կարող ենք ասել, որ ժեն կիրառած c-ի վրա, ուրեմն c-ն վեկտոր է, չէ՞, c-ն վեկտոր է r3-ից։ Ժեն կիրառած c-ի վրա հավասար է c-ի։ Ուրեմն ունենք վեկտոր r3-ից, այնպես որ ցանկացած օրթոգոնալ ձևափոխություն այդ վեկտորը թողնում է ինվարիանտ։ Դե բնականաբար ընտրություն չունենք, c-ն հավասար է 0-ի։ Արդյոք հարցեր կան այս առաջի խնդրի մասին։ Շատ լավ, հարցեր եթե չկան, անցնենք երկրորդ խնդրին։ Ուրեմն մեխանիկական համակարգը բաղկացած է երկու կետից։ Ու գիտենք, ընդ որում, սկզբնական պահին արագությունները 0 էին, ինչ որ մի իներցիալ համակարգում։ x1 կետովը հավասար է x2 կետովի հավասար է 0-ին։ Պետք է ցույց տալ, որ ուրեմն շարժումը տեղի ունենում տեղի կունենա x1 0 x2 0 ուղի վրա։ Այսինքն, ուրեմն տարածության մեջ, եռաչափ տարածության մեջ ունեինք սկզբնական կետերը x1 0-ն,
և x2 0-ն։ Կառուցում ենք ուղիղ, որը անցնում է երկու կետերով, ու պետք է ապահովել, որ եթե ուղի անունը չգիտեմ, դնենք L, որը կախված է x1 0-ից x2 0-ից, այսինքն ինքը ոչ թե ենթատարածություն է, ինքը պարտադիր չի սզնակետով անցնի, ինքը այս երկու կետերը միացնող ուղիղն է։ Պետք է ցույց տանք, որ ցանկացած t-ի համար ցանկացած t-ի համար լավ, գրենք որոշման տիրույթից, որտեղ չգիտենք ինչքան է որոշված տությունը, ցանկացած t-ի համար որոշման տիրույթից ամֆի 1-ը, ամֆի 2-ը պատկանում են այս L-ին։ Այսինքն ամբողջ շարժում տեղի ունենում այս երկու ուղիների վրա, այս մի ուղի վրա։ Ուրեմն լուծում Ուրեմն սրա համար մեզ անհրաժեշտ կլինի նախ մի քիչ ելի վերադառնալ դիֆերենցիալ հավասարումներին։ Ուրեմն եթե ունենք դիտարկենք դիֆերենցիալ հավասարում ինքնավար։ Ինքնավար նշանակում է, որ h մասը կախված չի t-ից։ Այսինքն ընդհանուր թեորեմ, որ ձևակերպեցի, h մասը կախված է t-ից, հիմա ինքնավարեն կախված չի t-ից։ S x-ը պատկանում է ինչ-որ rd տարածությանը։ Ուրեմն rd տարածության մեջ նայենք ցանկացած մակերևույթ։ Ընդ որում չափավորականությունը կապ չունի, կարող է լինի միաչափ, կարող է լինի d-1 չափանի, այսինքն ամենափոքրից ամենամեծը։ Ինչ որ S մակերևույթ է, որի չափավորականությունը, ասենք, հավասար է, չգիտեմ, k-ի, որտեղ կան ցանկացած թիվ է 1-ից d-1։ Ու ենթադրենք, որ ցանկացած կետում, որը պատկանում է S-ին, վեկտորական դաշտը շոշափում է S-ը։ Այսինքն ցանկացած x-ի համար S-ից, այս Vx-ը պատկանում է x կետում x-ի շոշափող տարածության մեջ։ Ուրեմն x-ում x կետում S-ի շոշափող տարածության մեջ։ X-ում S-ին շոշափող տարածություն։ Ուրեմն TXS-ը x կետում S-ին շոշափող տարածությունն է։ Այսինքն այս վեկտորը ցանկացած կետում ընկած է այս տարածության մեջ, ինչ փոքրացնել այս վեկտորը։ Ցանկացած կետում կա շոշափող տարածություն ու ցանկացած կետում V-ն ընկած է այս շոշափող տարածության մեջ։ Ուրեմն այդ դեպքում եթե մեր սկզբնական պայմանը, եթե x-ը կամ սկզբնական պայմանը ինչ որ մի տեզրոպահին լուծումը գտնվել է S-ի վրա, ապա ցանկացած այլ պահի լուծումը կմնա S-ի մեջ։ Ուրեմն տան որպես վարժություն իրականում ինչ որ բան կա անելու։ Պետք է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, այսինքն նախ պետք է հասկանալ, որ այս հատկությունը լոկալ հատկություն է, այսինքն եթե ցույց տաք, որ ցանկացած կետում, եթե ինչ որ մի պահի գտնվել է S-ի վրա, ապա փոքր շրջակայքում կմնա S-ի վրա, ապա տեղից հետևում է, որ իրականում գլոբալ ամբողջ ընթացքում կմնա S-ի վրա, այդ առաջի քայլն է։ Երկրորդը այդ փոքր շրջակայքում T-ի, որ կմնա S-ի վրա, ինչու է տենց։ Այսինքն այս վարժությունը երկու կետ ունի։ Ցույց տալ, որ բավական է ապահովել լոկալ հատկությունը, այսինքն եթե ինչ-որ մի պահին S-ի վրա է, փոքր շրջակայքում կմնա S-ի վրա, եւ հետո ցույց տալ, որ եթե ունենք լոկալը, ունենք նաեւ գլոբալը։
Ընդ որում գլոբալի համար բավական չի ասել, դե քայլ առաջ ենք գնում, որտեղ մենք չգիտենք, թե այդ շրջակայքը ինչ չափի է։ Կարող է սկզբից լինի 1 երկարության, հետո լինի 1 երկրորդ, հետո լինի 1 քառորդ եւ այլն, ու տենց չկարողանանք որ ուզում ենք գնանք։ Այսինքն ինչ-որ մի փոքր պաստառք է պետք։ Ուրեմն այս խնդիրը ըստ էության լուծվում է այդ ձևով։ Այսինքն մենք ֆազային տարածության մեջ, որը այս դեպքում կլինի քանի չափանի կլինի 12 չափանի ֆազային տարածության մեջ կարող ենք առանձնացնենք ինչ-որ մակերևույթ, որը որոշվում է սրանով, չէ, սրանով չի որոշվում, բայց սրա օգնությամբ ենք սահմանում, այսինքն վերցնում ենք ուղիղը ու նայում ենք վեկտորները, այն արագությունները, որոնք գտնվում են ուղի վրա։ Ու հետո ցույց ենք տալիս, որ իրականում վեկտորական դաշտը դրան բան է, շոշափող է։ Այդ է տեղի ունենում, բայց ավելի հեշտ է անել այդ նույն բանը, բայց ավելի բացահայտ գրելով։ Այսինքն այս բանը ես հիշեցրեցի պարզապես, որ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, տեղի ունենում է, մենք գտնում ենք ինվարիանտ, ոչ թե ինվարիանտ, այլ գտնում ենք մակերևույթ, որին վեկտորական դաշտը ամենտեղ շոշափում է, ու ասենք, եթե ինչ-որ մի պահին ընկանք այդ մակերևույթի վրա, նշանակում է նախ եղել ենք դրա վրա ու կմնանք դրա վրա։ Հիմա ուրեմն ինչ էր ասում մեր բանը։ Խնդիրը ասում էր հետևյալը, որ ունենք երկու կետ x10, x20, ուզում ենք ցույց տալ, որ շարժումը միշտ տեղի ունենալու սրա վրա։ Եկեք ես ուղի վրա մի վեկտոր ներմուծենք, ասենք e միավոր վեկտոր, այսինքն միավոր այդքան կապ չունի, կապ ունի, որ ինքը ուղղորդող է էլի համար։ Այսինքն վերցնում ենք ցանկացած կետ, էլի վրա ու նայում ենք այս վեկտորը։ Դե որ ցանկացած կետեր վերցրեցինք, այդ նշանակում է մենք ունենք կոորդինատներ։ Հիմա, ուրեմն ես լուծում փնտրել եմ հետևյալ տեսքով։ x1-ն հավասար է ինչ-որ մի անհայտ ֆունկցիա արդեն սկալար անգամ e, եւ x2-ն հավասար է ինչ-որ մի ուրիշ ֆունկցիա սկալար էլի անգամ e։ Ուրեմն Նյուտոնի հավասարումների համաձայն ես պետք է ունենամ, որ x-ի երկու կետը հավասար է phi-ի կախված է միայն տարբերությունից x1 հանած x2 եւ x1 կետով հանած x2 կետով։ Հիմա ասում եմ հետևյալը, քանի որ ուրեմն ես ինչ գիտեմ, ես գիտեմ, որ այս phi-երը պետք է լինեն ինվարիանտ, ոչ թե ինվարիանտ, այլ պետք է բավարարեն ինչ-որ հավասարման, եթե ես վերցնում եմ ցանկացած օրթոգոնալ ձևափոխություն։ Հիմա այս R3 տարածության մեջ ես վերցնում եմ պտույտ L-ի շուրջ։ R3 տարածության մեջ ես վերցրել եմ պտույտ L-ի շուրջ։ Բնականաբար, ուրեմն եթե x1 եւ x2-ը պատկանում են L-ին, ապա այս վեկտորը կլինի L-ի մեջ։ Բայց սրա մասին ես դեռ ոչ մի բան չեմ կարող ասել, որտեղ իրանք ցանկացած վեկտորներ են, բայց եթե իրանք L-ի մեջ են, երկուսն էլ L-ի մեջ են, ապա ինչ կարող եմ գրել։ Կարող եմ գրել, որ phi-ի կիրառած J, եկեք լավ գրեմ ստեղ Z, որտեղ կարիք չկա բանելու, նախ գրենք ընդհանուր բանը, ինչ մենք ունենք, phi-ի կիրառած JZ, J V-ի վրա, այս պետք է հավասար լինի
J-ն կիրառած phi Z-ին։ Բայց եթե Z-ը եւ V-ն երկուսն էլ պատկանում են L-ին, ապա այս JZ-ը եւ JV-ն հավասար են հենց իրենց, քանի որ J-ն պտույտ էր L-ի շուրջ։ Այսինքն այն վեկտորների համար, որոնք գտնվում են L-ի վրա, ես ունեմ պարզապես ինվարիանտություն։ Այս հիմնական դիտարկումն արդյոք բոլորը համաձայն են սրա հետ։ Ուրեմն ես վերցրել եմ ցանկացած պտույտ L-ի շուրջ։ Հիմա եթե սրանք ցանկացած են, ես կարող եմ գրել մենակ S։ Բայց եթե Z-ը եւ V-ն պատկանում են L-ին, ապա JZ-ը ինքը L-ի շուրջ է պտույտ, ինքը չի փոխելու ոչ Z-ը, ոչ V-ն։ Այսինքն մի կողմից սա հավասար կլինի սրան, քանի որ այդ մեզ Գալիլեյան ձևափոխությունն էր ասում, որպես պետք է լինի, Գալիլեի հարաբերականացած սկզբունքն էր ասում, մյուս կողմից սա պետք է հավասար լինի սրան, քանի որ JZ-ը հավասար է Z-ին, JV-ն հավասար է V-ին։ Այսինքն եթե այս երկու վեկտորը գտնվում են L-ի վրա, ապա պետք է տեղի ունենա սա ցանկացած J-ի համար, ցանկացած պտույտի համար, բայց այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ phi-ն պետք է ընկածնի L-ի վրա։ Այսինքն phi վեկտորը, ես հիմա նայում եմ phi-ն որպես վեկտոր, ինքը պետք է լինի L-ի ուղղությամբ։ Եթե ես վերցրել եմ ցանկացած կետ L-ի վրա ու նայել եմ արագություն, որը L-ին զուգահեռ է, ապա phi-ն պետք է լինի դրան զուգահեռ։ Phi-ն պետք է լինի L-ին զուգահեռ։ Այս արդեն հնարավորություն է տալիս գրել հետևյալը։ Ուրեմն տեղադրում ենք սրանք սրա մեջ։ Ինչ ենք ստանում։ Ստանում ենք phi1 կետով, phi1 2 կետով, phi1 2 կետով t yen պետք է հավասար լինի։ Դե քանի որ f-ը phi-ն պատկանում է L-ին, իստեղ էլ ես արդեն ասել եմ, որ իրանք պետք է լինեն այս տեսքի։ Լավ, եթե գրենք, ուրեմն ստացվում է phi-e, ստեղ լինում է phi1 հանած phi2 անգամ e, phi1 կետով հանած phi2 կետով անգամ e։ Սա էլ է phi-ն էլ պետք է լիներ L-ի e վեկտորի ուղղությամբ, այսինքն ես ես կարող եմ գրել նախ s պետք է լինի L-ի մեջ, հետեւաբար սա ես կարող եմ գրել ինչ որ մի ֆունկցիա, f(e) ֆունկցիա, որը կախված է phi1 հանած phi2-ից phi1 կետով հանած phi2 կետով, կիրառած բազմապատկած e-ով։ Այսինքն ես ստանում եմ այս դիֆերենցիալ հավասարումը phi(e) 2 կետովը հավասար է f-ին, որը արդեն սկալար ֆունկցիա է, այստեղ phi-ն հավասար է phi-ին հավասար է f-ի անգամ e։ Այն դեպքում, երբ որ երկու կոորդինատն էլ գտնվում են L-ի վրա։ Ուրեմն ստացվում է phi-e 2 կետով հավասար է f-ի phi1 հանած phi2 phi1 կետով հանած phi2 կետով։ Ու ինչ որ սկզբնական պայմաններ։ phi-e 0 կետում հավասար է ինչ որ մի phi-e 0-ին։ Ին հավասար է 1-2։ Ուրեմն ես ստացա երկչափ դիֆերենցիալ հավասարում phi1 phi2-ի համար։ Ես այս հավասարումը կարող եմ լուծել։ Հետո այս հավասարումը եթե տեղադրեմ մեր սկզբնական Նյուտոնի հավասարման մեջ, այս հաշվարկը ցույց է տալիս, որ ստանում եմ լուծում։ Այսինքն ես ինչ արեցի, ես ասացի լավ, ենթադրենք, թե ես գիտեմ, որ ինքը մնում է L ուղի վրա։ Ես L ուղի վրա լուծեցի այդ հավասարումը, ու հետո ցույց եմ տալիս, որ եթե սա, ուրեմն phi1 phi2-ը այս աստղանիշի լուծում է, ապա phi1-ն phi2-ն, որը արդեն ապրում է 6 ճապանի տարածության մեջ, Նյուտոնի հավասարման լուծումն է։
Իսկ միակությունից հետևում որ ուրիշ լուծում չկա։ Այսինքն շարժումը պետք է տեղի ունենա այս L ուղի վրա, որը միացնում է x10, x20 կետերը։ Չգիտեմ, արդյոք գոնե մտահղացումը պարզ էր։ Մտահղացումը նույնն է, ինչ որ օգտագործվում է այս թեորեմի մեջ։ Այս թեորեմը ոնց է ապացուցում։ Այս թեորեմը ասում է, որ այս S մակերևույթը կարելի է գրել հարթության տեսքով, եթե կոորդինատները ճիշտ ընտրենք, հարթության մեջ նայում ենք դիֆերենցիալ հավասարումը, հետո էլ ասում ենք, որ այդ նույն լուծումը բավարարում է նաև մեր սկզբնական հավասարմանը։ Ստեղ մենք արեցինք նույն բանը։ Մենք ասեցինք վերցնենք լուծումը փնտրենք այս տեսքով։ Բնականաբար չենք կարող ցանկացած դեպքում այդ անենք։ Այդ դեպքում կարող ենք անենք S կարող ենք անել մենակ այդ դեպքում, եթե մենք գիտենք, որ այս մեր վեկտորական դաշտը չի դուրս հանում այս ուղից։ Բայց ինքը որ դեպքում դուրս չի հանում, եթե մենք վերցնում ենք երկուսն էլ L ուղի վրա։ Եթե V-ն L-ի մեջ չներ, նման բան չէինք կարող ասել։ Հիմա դες փոքր հաշվարկը ցույց է տալիս, որ ստանում ենք մենք դիֆերենցիալ հավասարում ավելի փոքր չափանի, այսինքն ստացանք 6 չափանի հավասարում էր x1 x2-ի համար 6 չափանի տարածության մեջ էր կամ 12 չափանի էր, ստեղ ստացանք 2 չափանի կամ քառաչափ։ Կառուցեցինք սրա լուծումը, տեղադրում ենք սրա մեջ, ստացվում է, որ լուծում ստացվեց։ Հետեւաբար ուրիշ լուծում չկա։ Այսինքն շարժումը տեղի ունենում այդ բանում, ուղի վրա։ Ուրեմն երկրորդ խնդիրն էր, հուսով եմ քիչ թե շատ պարզ է, կա եւս երկու խնդիր։ Հաջորդ երկուսը ասում են, որ եթե ունենք 3 կետ, արագությունները 0 են սկզբնական, ապա շարժումը տեղի կունենա 3 կետով անցնող հարթության մեջ, եւ չորրորդը ասում է, որ եթե ինչ էր ասում չորրորդը, չորրորդը ասում էր, որ միշտ կարող ենք, եթե երկու կետից է բաղկացած, միշտ կարող ենք ընտրել կոորդինատական համակարգ, նենց որ շարժումը մնա ինչ որ հարթության մեջ։ Մի խոսքով, ելի նույն բաները պետք է անել, այս հատկապես այս 3 կետի համար պետք է հասկանալ ինչ սահմանափակումներ ունենք այս J-ի միջոցով, այսինքն պետք է ցույց տալ, որ J-ն հարթությունից դուրս չի հանում, վերցնել կոպիտ ասած պրոյեկտել հավասարումը հարթության մեջ, լուծել հարթության մեջ ու ասել, որ ցույց տալ, որ այն ինչ որ ստացվեց իրականում նաև սկզբնական հավասարման լուծում է։ Մի խոսքով թողնում եմ ձեզ հետ, եթե հարցեր բնականաբար մյուս անգամ քննարկենք։ Լավ, ինչ երկար տևեց այսօրվա դասը, արդյոք հարցեր ունեք։ Դե եթե հարց չկա, ապա այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ կիրակի։ Ստեսություն բոլորին։ Շնորհակալություն, ծեսություն։